Շնորհակալություն հարգելի գործընկերներ, ես մի քանի թեմա եմ ուզում նախաբանով անդրադառնալ։ Առաջինը վերաբերում է անցնող քարորիայի օրերին, անհետ կորած մեր հայրենակիցների, հարազատների, ընտանիքի անդամների, տարբեր գործիչների եւ հասարակական կազմակերպությունների խորհրդարանում հանդիպումներին։ Գիտեք, գլխավոր պահանջը, որը ձևակերպել է, հետևյալն է. մարդիկ պահանջում են հանրայնացնել 44-օրյա պատերազմի զեկույցը։ Այս թեմային գնահատական եւ մեկնաբանություններ տալու համար մի փոքր պետք է խորքից գալ։ Իհարկե, ես առիթ ունեցել եմ ոչ միայն վերջին օրերին, այլ նաեւ հետպատերազմյան ողջ ժամանակահատվածում տարբեր առիթներով անառիթ զրուցելու պատերազմի հետևանքով եւ նահատակված եւ անհետ կորած վիրավորված մեծ թվով անձանց հարազատների հետ, բայց թեմայի հետ կապված էությունը կարծում եմ շատ ավելի հստակ է։ Պատերազմի ավարտից հետո, երբ որ հատկապես էմոցիոնալ ֆոնը բավականին բարձր էր, իշխանությունները մարդկանց խոստացել են զեկույցի միջոցով արձագանքել եւ նշել հստակորեն մեղավորներին, պատերազմի պատասխանատուներին, պատերազմական տարբեր դրվագների հետ կապված տալ հստակ գնահատականներ։ Դրվագները առաջին հերթին վերաբերում են բոլորային իրավիճակներին, որոնք կապված են մարդկանց նահատակություններին, գերեվարման դեպքերին, անհետ կորելու հանգամանքներին եւ այլն։ Հիմա ունենք իրավիճակ, երբ որ այդ զեկույցը պատրաստվել է, դրա իրավական վիճակի հետ կապված, գիտեք, նույնիսկ իշխանության ներսում է բավականին հակասական եւ բարդ իրավիճակ ստեղծվել, եւ ըստ էության այս պահին այդ զեկույցը ունի արխիվացվածի կարգավիճակ։ Բայց խնդիրը նաեւ այլտեղ է, ի սկզբանե, երբ որ քննիչ հանձնաժողով ստեղծվելու մասին որոշում եղավ, մեր խմբակցության դիրքորոշումը եղել է շատ հստակ, պատերազմի ժամանակ պաշտոն եւ քաղաքական պատասխանատվություն զբաղեցնող անձինք իրենք չեն կարող որևէ հանձնաժողովի միջոցով արդար եւ օբյեկտիվ քննություն անցկացնել եւ ըստ այդմ ընդգծել մեղավորների պատասխանատուների շրջանակը։ Բայց հիմա ունենք մի իրավիճակ, երբ որ ըստ էության այդ քննիչ հանձնաժողովը գործել է, եկել է բավականին հակասական կետի է ասել։ Ես ինքս մի անգամից ասեմ, որ ծանոթացել եմ քննիչ հանձնաժողովի զեկույցին, շատ ասելիք կա այս մասով, ուղղակի բովանդակությունը, գաղտնիության ռեժիմը հնարավորություն չի տալիս շատ բարձրաձայնելու, բայց յուրաքանչյուր պարագայում կա իշխանությունների խոստումներն ու հավաստիացումները, որ այդ զեկույցը պետք է բավարարի թեմայի հիմնական շահառուներին, բայց ըստ էության իշխանությունների խոստումը չի տվել։ Ես ինքս առիթ ունեցել եմ սրա մասին հրապարակային խոսելու, նաև տարբեր ծնողների հետ այս մասով խոսելու, մեր խմբակցության մոտեցումը այս մասով շատ հստակ է, մենք օբյեկտիվ ենք համարում այդ պահանջը եւ մեր հնարավորությունների չափով սատարելու ենք այդ նախաձեռնության արդարացի հանգուցալուծմանը։ Երկրորդ մասով նաև ուզում եմ հիշեցնել, որ նաև 3 զուգահեռ ակցիա տեղի ունում գլխավոր դատախազության առաջ, որտեղ պատերազմում նահատակված մեր հերոսների ծնողներն էին հաղորդում ներկայացնում հանցագործության մասին, որը թեման վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի խորհրդարանի ամբիոնից հնչեցրած հայտարարություններից, որոնք ըստ էության ոչ միայն քաղաքականապես են բավականին սնանկ, այլ նաև դրանք հակադրության մեջ են նախկինում նրա արած տարբեր հայտարարությունների հետ, բայց ծնողները եւ նրանց աջակցող նաեւ իրավական թիմը բնականաբար ունի այդ օբյեկտիվ հիմքերը եւ անկախ այն հանգամանքից, որ մեր երկրում այսօր շատ դժվար է խոսել օբյեկտիվ քննության մասին, խոսել իրավապահ համակարգի օրենքի շրջանակներում գործելու մասին, բայց համենայն դեպս ես ինքս եւս ինչպես տարբեր այլ առիթներով ինքս նաեւ սատարում եմ այդ նախաձեռնությանը պայքարին, որոնք ծնողները սկսել են պատերազմից հետո եւ վճռական են դրանք իրենց ավարտին հասցնելու մասով։ Եվ երրորդ դրույթը, որին ուզում եմ անդրադառնալ, դա վերաբերում է մի թեմայի, որը կարծես թե հավերժ է դարձել այդ պատերազմյան փուլում եւ բավականին ակտիվացել է 23 թվականի Արցախի դեմ իրականացված ագրեսիայից հետո,
Խոսքը վերաբերում է իշխանության տարբեր ներկայացուցիչներին եւ մասնավորապես իշխող ուժի առաջնորդի հնչեցրած այն մոտեցմանը, որ արցախցիները փախել են, ընդ որում այս թեման տարբեր փուլերում, տարբեր տրամաբանության մեջ որոշակի տրանսֆորմացիա է ենթարկվել, բայց դրանից իր էությունը չի փոխվել։ Սա հետ կապված, գիտեք, բազմաթիվ գնահատականներ, մեկնաբանություններ կան, որոնք տարբեր կոշտության եւ սրության մեջ կարելի է ներկայացնել, բայց մեկ հարցադրում եմ ուզում անել, որը միգուցե հռետորական է, միգուցե հռետորական չէ, որը հետեւյալն է. եթե 23 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի պայմաններում արցախցիները չեն կռվել, ապա ինչպես է պատահել, որ նույն այդ պատերազմական գործողությունից հետո ճակերտավոր չկռված պաշտպանության բանակի հրամանատարը իր ծառայությունը շարունակում է Հայաստանի զինված ուժերում։ Սա երկու բան կարող է նշանակել։ Առաջինը կամ Նիկոլ Փաշինյանը ստում է, այսինքն հերթական անգամ ապատեղեկատվության միջոցով փորձում է մանիպուլացնել դաշտը, կամ երկուս Նիկոլ Փաշինյանի համար նպաստավոր է բոլորային իրավիճակները, երբ որ զինված ուժերում ծառայություն են անցնում մարդիկ, որոնք իր գնահատականներով փախածներ են։ Այսինքն կարծում եմ, որ բոլորի համար հասկանալի է, որ երկու ճանապարհի պարագայում էլ իշխանությունը որևէ արդարացում այստեղ չի կարող ներկայացնել։ Ես նաև ուզում եմ հիշեցնել, որ 23 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Արցախի պաշտպանության բանակը ունեցել է շուրջ 250 նահատակության դեպք արձանագրված, առ այս պահը ընդհանուր առմամբ 33 մարդ անհետ կորածի կարգավիճակ ունի եւ իդեպ այդ մասով էլ որևէ էական աշխատանք իշխանությունը չի տանում։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ այդ մարդիկ պատերազմից առաջ 9-10 ամիս գտնվել են բլոկադայի մեջ, բոլոր առումներով խնդիրներով, էներգակիներից սկսած մինչև տարական էլեմենտար կյանքի ապահովման միջոցներ։ Դեռ չեմ խոսում քաղաքական այն հայտարարությունների մասին, որոնք ադրբեջանական հարձակման օրերին Հայաստանի իշխանություններն էին անում իրենց չմիջամտելու, որևէ կերպ չգործելու եւ ըստ էության դրանով նաեւ կանաչ լույս վառելով ադրբեջանական ագրեսիայի, իսկ հետագայում դրա լեգիտիմացման մասով, եւ այս տեսանկյունից կարծում եմ, որ չկա որևէ բանական մարդ կամ եթե կա նույնիսկ իրենց թիվը շատ ավելի փոքր է, որը ստեղծված իրավիճակում իրողությունները օբյեկտիվ դիտանկյունով չի կարողանում գնահատել եւ իր համար հստակ չէ թե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ինչի են ուղղված եւ իրականում ինչ խնդիրներ են լուծում։ Շնորհակալություն։ Ազատություն։ Շնորհակալ եմ։ Պարոն Աբրահամյան, ձեր տեսակետն եմ ուզում իմանալ, վարչապետ Փաշինյանը հայտարարում է, եթե նոր սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, նորից հանրաքվե կանեն, այս հայտարարության վերաբերյալ ձեր գնահատականն եմ ուզում իմանալ, եւ եթե սահմանադրության նախագիծը հասնի հանրաքվեի, դուք ինչ դիրքորոշում եք ունենալու, ոչի ճակատում եք լինելու։ Իշխող ռեժիմը առաջնորդվելով ադրբեջանական նախապայմաններով եւ թելանդրանքով նպատակ է դրել սեփական վերարտադրությունը ապահովելու ճանապարհին կատարել ադրբեջանական այդ թելադրանքը։ Հիմա հրապարակային առումով Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է ոչ թե հայ հանրությանը, այլ Բաքվին, որ ինքը ամեն գնով հասնելու է Ադրբեջանի կողմից ներկայացված դրույթների կատարմանը։ Կարծում եմ, որ շատ պարզ է։ Երկրորդ հերոստալիկ։ Պարոն Աբրահամյան, անդրադառնալով ձեր վերջի մտքին, ձեր ներածական խոսքի, Փաշինյանը երեք հայտարարեց, որ ես չեմ ասում արցախցիներն են փախել, ասում եմ Ղարաբաղի էլիտան է փախել, ինչպես կանդրադառնաք այս մտքին։ Գիտեք, Փաշինյանը արտաքուստ, որ մի հատ ինչ-որ պահի կարծես թե պատասխան էր գտել, դա իր ներողություն խնդրներ հրապարակային, թեև դրանից հետո հետևեց իր հետ աֆիլացված անձանց եւ նաեւ լրատվամիջոցների հարձակմանը, կոնկրետ մետրոյի միջադեպով, բայց ես առնվազն այդ մասով որոշակի լավատեսություն ունեի, որ գոնե այդ փուլում թեման այլևս չի շարունակվի։ Բայց գիտեք, կարելի է տարբեր փուլերում ըստ իրավիճակի գնահատել, թե փախուստի դիմացները կամ փախուստի դիմողները ովքեր են իրականում եղել։ Հայաստանի իշխանությունն է, որ քաղաքական իրավիճակից եւ կոնյունկտուրայից ելնելով
փախչել է առաջին հերթին իր սկզբունքներից, իր մոտեցումներից։ Հենց մենակ այն հանգամանքը, որ նույն Արցախի հետ կապված Փաշինյանը 3 անգամ դիրքորոշում է փոխել 2018-ին հավաստիացնելով, որ իր մոտեցումները հիմնված են Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման վրա, 19-ին ինքը Արցախը Հայաստան էր հռչակում համարելով, որ Արցախի ապագան Հայաստանի հետ է, իսկ հետո սկսեց հավաստիացնել մարդկանց, որ ճիշտ ճանապարհը դա Արցախի ադրբեջանացումն է։ Իդեպ մի զավեշտալի բան էլ այս մասով գրանցվեց։ Կար մի ժամանակ, երբ որ հիշում եք տարբեր պաշտոնատար անձենք նույնիսկ վախենում էին Արցախ բառը արտահայտելու, այն մարդիկ, ովքեր Արցախ էին արտահայտում, հետո արագ իրենց ուղում էին ներողություն էին խնդրում նույնիսկ Արցախ բառը օգտագործելու համար։ Նույն մետրոյում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ Արցախ ձևակերպում էր օգտագործում, բայց այդտեղ մեծ առումով խնդիրը որն էր Արցախի սահմանադրության մեջ Արցախի հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետություն այդ հասկացությունները դրանք նույնական են եւ այս տեսանկյունից այդտեղ երկիմաց որևէ բան նույնիսկ չի էլ ստեղծվում։ Եթե վերադառնամ ձեր ասած ձեր հարցադրմանը, ապա գիտեք, երբ որ մարդը պարտվում է, երբ որ մարդու քաղաքական գծի կամ նրա քաղաքական ուժի քաղաքականության հետևանքը հազարավոր զոհերն են լինում, վիրավորները, անհետ կորածները, գերեվարվածները, տարածքային կորուստները, երկու ճանապարհ ունի, կամ ներողություն խնդրելու, հրաժարական տալու, սպասելու, թե իրավական ինչ պրոցեսներ կլինեն իր այս կամ այն գործողության հետ կապված, կամ անարդյունք պայքարելու, փորձելու ցույց տալ, որ ինքը ստեղծված իրողությունների եւ ողբերգության շղթայի հետ որևէ առողջություն չունի։ Փաշինյանը ընտրել է երկրորդ անարդյունք ճանապարհը, որը իրեն որևէ լավ տեղ չի տանելու։ Սիվիկեյը Կալցուն պարոն Աբրահամյան, մի դիտարկում, եթե թույլ տաք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, եթե չեմ սխալվում, զբաղված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմամբ, այնպես որ Լեռնային Ղարաբաղ տերմինը կարծեք թե միջազգային հանրության կողմից ընդունված ձևակերպում է, ուրիշ բան, որ այո, Լեռնային Ղարաբաղի սահմանադրության մեջ, կարծեմ 17 թվականին ընդունված, զուգաձև երկրորդ ձևը կիրառվեց Արցախի հանրապետություն։ Այո, ճիշտ է, նույնական են Լեռնային Ղարաբաղ եւ Արցախի հանրապետություն ձևակերպումները։ Հիմա հարցերս քանի որ բարձրացրեցի այս թեման, թույլ տվեք հարցնել պարոն Աբրահամյան, դուք եւս համարում եք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրավունքը իրատեսական է իրացնել առաջիկա տասնամյակի ընթացքում, եթե այո, խնդրում եմ ասեք, ինչ մեխանիզմով, ինչ ռեժիմով Լեռնային Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները ինչ կարգավիճակով պետք է վերադառնան չճանաչված պետության քաղաքացիներ որպես թե ռեինտեգրացիայի պլանի տրամաբանության շրջանակներում, որը եթե չեմ սխալվում 23 թվականի օգոստոսին հրապարակվել էր պարոն Լավրովի կողմից, դա իհարկե հասարակական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը հանրայնացրեց եւ երրորդ հարցը քաղաքական արդեն իսկ ձևավորված բևեռներին է վերաբերում, ընդդիմադիր բևեռների մասին է խոսքը։ Ձեր դիտարկման պարոն Աբրահամյան, որ ընդդիմադիր բևեռներն են պառակտում ընդդիմադիր դաշտը եւ փոշիացնում ընդդիմության ձայները։ Շնորհակալություն։ Տեսեք, եթե որևէ բան մոռանում, խնդրում եմ ինձ հիշեցնել, որովհետեւ հարցերը շատ են եղել։ Երբ որ մենք խոսում ենք արցախցիների իրավունքների բարձրաձայնման կամ դրա իրացման մասին, պետք է մի բան շատ հստակ հասկանանք։ Ղարաբաղյան շարժումը, որը մեկնարկել է, դա առաջին հերթին ուղղված էր մարդկանց իրավունքների, հավաքական իրավունքների իրացմանը։ Դրա հիմքում դրված էր ինքնորոշման իրավունքը, որը արտահայտվում էր մի կողմից քաղաքական գործընթացներով, մյուս կողմից արդեն 89-ից սկսած ռազմական գործողությունները, որի ակտիվ ֆազան 91-94 թվականներն էր։ Հիմա արցախցիները ունեն հստակ ձևակերպված պահանջ, դա իրենց բնորանում, պատմական բնորանում ազատ անկախ ապրելու իրենց մոտեցումներ։ Հայաստանի տարբեր իշխանությունները, նախորդ իշխանությունները, գործողը եւ հաջորդ եկող բոլոր իշխանությունները ունեն երկու ճանապարհ՝ աջակցելու այդ իրավունքի իրացմանը կամ խոչընդոտելու, բայց ինչքան էլ որ բարթացնես արցախցիների պայքարը, իրենց
բնակավայրեր վերադառնալու առումով իրենց կյանքը անվտանգ կազմակերպելու տեսանկյունից միջազգային իրավունքը այդ տեսանկյունից ոչ չեզոքացվելու է, ոչ էլ վերացվելու է։ Հիմա Հայաստանի նախորդ կառավարությունները աջակցել են արցախցիների ոչ միայն ինքնորոշման իրավունքի իրացման process-ին, այլ նաև անվտանգության երաշխավոր են եղել այս մասով։ Հիմա Հայաստանի այս կառավարությունն ասում է, որ մենք այստեղ անելիք չունենք եւ Արցախը համարում է ադրբեջանական։ Եվ կրկնում եմ, որքան էլ նա դրանով բարթացնում է արցախցիների պահանջները իրավունքի իրացման տեսանկյունից, այդ գործընթացը ինքը իրենով չի կարող չեզոքանալ։ Այսինքն Հայաստանում ապրող մարդիկ չեն, որ պետք է ինչ-որ մեկի բերանը փակեն կամ առավել եւս միջոցներ գործադրեն, որպեսզի այդ մարդիկ իրենց պահանջները որևէ ձևով չներկայացնեն։ Իդեպ, երբ որ նախորդ տարեվերջին հրապարակվեցին որոշակի հատվածական այն, բայց համենայն դեպս վերջին 10 տարվա բանակցային փաստաթղթերը ըստ էության ամբողջության մեջ կային, նաև դրանում ակնհայտ երևում էր, թե process-ը ինչպիսի տրանսֆորմացիաներ էր ենթարկվել, ինչպիսին էր ինքնորոշման իրավունքի դերը։ Նույնիսկ այնտեղ այդ փաստաթղթերում որոշակի մանրամասներ կար այն պետական մարմինների, որոնք պետք է գործեին ինքնապաշտպանական ուժերից միջև դատական, գործադիր, օրենսդիր մարմիններ եւ այլն եւ այլն։ Այսինքն կար process, կար նկարագրություն, կար բանակցային գործընթաց եւ իդեպ նաեւ այդ բանակցային փաթեթներում նաեւ ներկայացված էր այն դիրքորոշումը, որը արտահայտված էր։ Ես չեմ կարծում, թե արցախցիները որևէ պարագայում կարող են գնալ ինտեգրվել ադրբեջանական հասարակությանը եւ ապրել այ պայմաններով, որը Ադրբեջանն է ասում։ Սա մեկ։ Երկրորդը, երբ որ մենք խոսում ենք վերադարձի մասին, շատ կարևոր է արձանագրել, որ խոսքը վերաբերում է հավաքական վերադարձին, որովհետև այդ հավաքական բառը պատական չի օգտագործվում, որովհետև մի քանի 100 կամ մի քանի 1000 մարդու ուղակի վերադարձը այնտեղ, դա լրիվ այլ process-ի է հանգեցնելու, որը կամ բերելու է նոր ցեղասպանության կամ նվազագույնը նոր բռնագաղթի։ Բնականաբար հավաքական առումով վերադարձն է անհրաժեշտ անվտանգային մեխանիզմների առումով, որը կարող է հնարավորություն տալ այդ մարդկանց վերադառնալու իրենց կյանքի բնականon հուն։ Եթե կա որևէ մարդ նույնիսկ ընտրական process-ների ժամանակ, որ կարող է խոստանալ կամ հայտարարել, թե ինքը գիտի դրա հեշտ ճանապարհը կամ կարճ ճանապարհը, նման բան գոյություն չունի։ Դա նշանակում է, որ կամ մարդը խաբում է, կամ այդ մարդը պարզապես process-ներից որևէ բան գլուխ չի հանում։ Բայց մեկ բան պետք է անհրաժեշտ արձանագրել։ Արցախցիների պայքարը, որը հիմնված է միջազգային իրավունքի հիման վրա, չպետք է որևէ ձևով խոչընդոտվի։ Քաղաքական ուժերը հաջորդ բոլոր կառավարությունները կարող են պետք է միջազգային իրավունքի շրջանակներում աջակցել, բայց հակառակը խոչընդոտելու, վնաս հասցնելու, առավել եւս թիրախավորելու կամ այդ մարդկանց ատելության օբյեկտ դարձնելու համար բնականաբար ամբողջությամբ անթույլատրելի է։ Ներքաղաքական հետ կապված մեր հասարակությունը կարծում եմ ներքաղաքական այն ինչ որ արտահայտում է հանրապետականը, դրանք հրապարակային է եւ ըստ անհրաժեշտության դրանք հնչեցվում են, բայց հասարակությունը ինքը գնահատում է ներքաղաքական իրադարձությունների տրամաբանությունը եւ նաեւ ընտրական process-ներում իր գնահատականը այդ ամենին հնչեցնում է, այստեղ առավել ավելացնելու բան պարզապես չունեմ։ Շնորհակալություն, չէ, ժամանակը արդեն վերջացել է։ Համատեքստում, որ դուք այդ իրավունքի իրացումը տեսնում եք չճանաչված պետության կարգավիճակով Լեռնային Ղարաբաղի բնակության իր բնակության նախկին վայր վերադառնալ, այսինքն վերադառնում ենք Արցախ, հետո իրացնում ենք ինքնորոշման իրավունքը։ Իմ խոսքը պետք է ընդունել այնպես, ինչպես ես հնչեցնում եմ։ Այստեղ մեկ հավելում կարող եմ միայն անել, process այն ինչ որ սկսել է 90-ականներին, որոնք դրված են եղել առաջին հրապարակված հայտարարություններում, փաստաթղթերում, բանաձևերում, եւ որոնք 3 տասնյակի ընթացքում որոշակի տրանսֆորմացիա են անցել, դրանք առաջին հերթին ինչ են ցույց տվել։ Դրանք ցույց են տվել, թե ինչպես կարելի է գործընթացը ամենաբարդ փուլից բերել եւ մոտիկացնել մեր ընդհանուր մոտեցումների եւ տրամաբանությունների շրջանակին։ Այս process-ը հեշտ չի լինելու, բարդ չի լինելու, բայց խնդիրը այն է, որ
ամենակարևորը, որ դա հիմնված է միջազգային իրավունքի վրա եւ մարդկանց պահանջը, ակնկալիքները եւ պայքարը ամբողջությամբ այդ տրամաբանության ներքո են։ Շնորհակալություն։